Բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր հունիսի 1-ն է, սա արդեն մեր երկրորդ հաղորդումն է, եւ այս հաղորդման ընթացքում հիմնականում խոսելու ենք Ուկրաինայից, քանի որ Ուկրաինայի շուրջ եւ ռուս-ուկրաինական պատերազմում աննախադեպ իրավիճակ է ստեղծվել, շատ լուրջ օպերացիա է կարողացել իրականացնել Ուկրաինան աննախադեպ իր մասշտաբներով, մենք կխոսենք փաստերից, այն փաստերից, որ ներկայացնում է ուկրաինական կողմը, ես անելու եմ նաև որոշ ենթադրություններ, բայց ասեմ միանգամից, որ ես ռազմական փորձագետ չեմ, սակայն մոտավոր պատկերը կփորձեմ ներկայացնել, թե ինչ մասշտաբի լուրջ օպերացիա է կարողացել իրականացնել Ուկրաինան, որը այս օպերացիայի համար պատրաստվում էր շատ երկար ժամանակ, իրենց արդեն տվյալներով պատրաստվում էին 1.5 տարի։ Եվ այդ գործողության անվանումը եղել է SART, որի արդյունքում Ուկրաինան կարողացել է Ռուսաստանի տարածքում ոչնչացնել ստրատեգիական ինքնաթիռներ։ Ռուսական ստրատեգիական ինքնաթիռներ, հաղորդվում է, որ այդպիսի ինքնաթիռներ է ոչնչացրել մոտ 41 հատ։ Խոսքը հիմնականում Tu-95 SM ինքնաթիռների մասին է, եթե մենք ասում ենք ստրատեգիական ինքնաթիռներ, միանշանակ նկատի ունենք այն, որ դրանք կարող են տանել ատոմային ռումբ եւ հիմնական ստրատեգիական ատոմային զսպման ուժերն են Ռուսաստանի Դաշնության։ Պատկերացնում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Օրինակի համար մոտ այդ Tu-95 SM ինքնաթիռներից Ռուսաստանի Դաշնությունը պետք է որ ունենար մոտ 50-ից 60 ինքնաթիռ, բնականաբար ոչ ոք չգիտի դրանց թիվը, եւ կարևոր է այստեղ նշել, որ Ուկրաինան կարողացել է հարվածել միանգամից 4 ռուսական ավիաբազայի, այդ թվում նաև Սիբիրում։ Ինչպես նշվում է ուկրաինական հատուկ ծառայությունների հաղորդման մեջ, գործողությունը չափազանց բարդ է եղել լոգիստիկ առումով, եւ որքան ես հասկանում եմ այդ հաղորդագրություններից, ֆուրերով տարբեր շինություններ են հայտե կարողացել տեղափոխել Ռուսաստանի տարածք, թե որտեղից ինչպես չհասկացա եւ չի հաղորդվում այդ մասին, որոնց կտորների տակ տեղադրված են եղել բազմաթիվ դրոններ, հետո արդեն այդ դրոնների համար այդ կտորները բացվել են եւ այդ դրոնները օդն են բարձրացել եւ հարվածել են այդ նշանակետերին, նույնիսկ տեսանյութերը կա, թե ինչպես են այդ տվյալ դրոնները խոցում Ռուսաստանում ինքնաթիռներ։ Խոցվել են 4 օդանավակայաններ միանգամից։ Կարևոր է նշել, որ այդ քաղաքը Սևորոդոնեցկ քաղաքում, որտեղ որ տեղակայված է այդ բազան, նաև հայտնի է նրանով, որ այնտեղ կան սուզանավեր, որոնք որ կրում են ատոմային ռումբ։ Սա եւս շատ կարևոր տեղեկություն է։ Դրանից բացի տեղեկություններ կան, որ Իրկուտսկում եւս դրոնային հարված է եղել։ Դրանից բացի կարևոր է նշել, որ այսօր Բրյանսկում Կարմունջ է պայթեցվել, այդ պայթեցրած ավտոմոբիլային կամուրջի տակից անցնում էր երկաթգիծ, Կլիմովո Մոսկվա երկաթ ուղին էր այդտեղից ընկած եւ այդ ընթացքում երկաթ ուղին է վնասվել, որի հետևանքով գնացք է շրջվել 70-ից ավել վիրավոր մարդիկ կան, ինչպես նաեւ այս պայդրությամբ հաղորդվում է 7 զոհերի մասին։ Ռուսաստանի Դաշնությունը դա արդեն բնութագրել է որպես ահաբեկչություն եւ կրկին նշեմ, որ օրվա ամենակարևոր տեղեկությունը այն է, որ Ուկրաինան կարողացել է Օլենիա եւ Բելայա ավիաբազաներին հարվածել, էլի +2 ավիաբազաների, որտեղ որ գտնվել են Ռուսաստանի այդ ստրատեգիական ատոմային ինքնաթիռերը։ Կարևոր է նշել, թե ինչ է տեղի ունենում նաեւ ռազմաճակատում, մոտ 10 օրերի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը բավականին լուրջ առաջընթաց է ունեցել, գրավել են նրանք, այսինքն ռուսական բանակին հաջողվել է գրավել 18 բնակավայր, հիմնականում Սումիի շրջանում, չնայած որ գծի ամբողջ երկայնքով է Ռուսաստանը առաջ շարժվում եւ այս 7-10 օրերի ընթացքում նրանց հաջողվել է գրավել Ուկրաինայից մոտ 200 քառակուսի կիլոմետր, միջայլոց այս աղբյուրները ես վերցրել եմ ուկրաինական կողմի տվյալներից, Ուկրաինան եւս չի հերքում, որ նման բան է տեղի ունեցել, տարհանում է տեղի ունեցել այդ շրջաններից մոտ 11 բնակավայր է Ուկրաինան տեղահանել այդ
շրջաններից, որտեղ որ Ռուսաստանի Դաշնությունը ունի առաջխաղացում։ Կարևոր է նաև նշել, որ Ռուսաստանը Ուկրաինայում ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնին է հարված հասցրել, որի ընթացքում 11 մարդ է զոհվել եւ ավելի քան 60-ը վիրավորվել են։ Դրանից բացի Ռուսաստանը մասսայական հարվածներ է առավոտյան հասցրել նաև Զապորոժիայի ուղղությամբ։ Եվ ինչպես գիտեք, վաղ արդեն Ստամբուլում կկայանա Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններն են կայանալու, Ուկրաինան ներկայացնելու այնտեղ պաշտպանության նախարար, Ուկրաինայի պաշտպանության նախարար, ուկրաինական պատվիրակությունը արդեն իսկ թռել է Ստամբուլ։ Կարևոր է այստեղ նշել, որ սիրելի հայրենակիցներ, ինձ բավականին բարդ է ներկայացնել, թե ինչ է տեղի ունենում ռազմիկ դաշտում, քանի որ ընդհանուր առմամբ պատերազմից գլուխ հանելը բավականին բարդ գործ է, որ շրջանում, որտեղ ինչ պայթուն է տեղի ունեցել, ինչ հարձակում է տեղի ունեցել, սակայն քանի որ լուրը չափազանց կարևոր էր եւ սա Ուկրաինան ներկայացնում է որպես չափից դուրս կարևոր ռազմական հաջողություն, որը որ պատրաստվել էր 1.5 տարվա ընթացքում, ես էլ պատկերացնում եմ, թե որքան լուրջ է դա, եթե 41 հատ ստրատեգիական ատոմային ինքնաթիռ է կարողացել խոցել Ուկրաինան, դա ուղղակի Ռուսաստանի ատոմային ուժերի համար ուղղակի աղետ է, աղետալի իրավիճակ է։ Ես նաև պատկերացնում եմ եւ իմ պատկերացումները նշեմ, որ ահա այդպիսի հարձակման մասին չէին կարող տեղյակ չլինել Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներ, հատուկ ծառայություններ, եւ սա բավականին լուրջ ձևով նվազեցնում է Ռուսաստանի ատոմային պոտենցիալը։ Կրկնեմ, եթե իրոք հաստատվի, որ հենց 41 ստրատեգիական ինքնաթիռ է կարողացել խոցել Ուկրաինան։ Այդ կադրերը կան եւ կադրերից մի քանիսում երևում է, թե ինչպես է ուկրաինական դրոնը կարողանում խոցել երկու ինքնաթիռ, առնվազն երկու ինքնաթիռ, եւ կան նաեւ կադրեր, տեսանյութեր, որ այդ բազաների վրայից ծուխ է բարձրանում։ Սակայն իրականում, ինչպես արդեն նշեցի, հողի վրա Ռուսաստանի Դաշնությունը առաջընթաց ունի այս պահին, եւ սա 10 օրերի ընթացքում իրենց հիմնական հաջողությունն է, բայց որքան ես հասկանում եմ կրկին այդ հաղորդագրություններից, այդ առաջխաղացումը հիմա բավականին լուրջ ձևով դանդաղել է։ Ընդհանուր տպավորությունը այն է, որ կողմերը իրար մաքսիմալ հարվածներ են հասցնում բանակցություններից առաջ, Ռուսաստանը փորձում է մաքսիմալ առաջխաղացում ապահովել, իսկ Ուկրաինան փորձում է մաքսիմալ շատ լուրջ վնասներ հասցնել Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունը այլևս հնարավորություն չունենա շարունակելու այդ պատերազմը։ Հիմնականում սա է, սիրելի հայրենակիցներ, այս պահի դրությամբ այսքանը, հաջողություն, կհանդիպենք։